Բարև ձեզ, եթերում է նվիրյալների պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այսօր մեզ հյուրընկալվել է 44-օրյա պատերազմի մասնակից Արտյոմ Արևիկյանը։ Ողջունում ենք Արտյոմ ջան, շնորհակալ ենք, որ մեր տաղավարում ես այսօր։ Շնորհակալ ենք, որ չմերժեցիր մեր հրավերը եւ այսօր կկիսվես քո զինվորական ծառայության եւ պատերազմական հետաքրքիր դրվագներից, ինչպես նաեւ ընթացքում կվերհիշենք նաեւ մեր եւ քո անցկացած այդ դժվարին օրերը։ Սկզբում կցանկանայի նախ ներկայանաս, ասես որտեղ ես ծառայություն անցել առաջին օրից սկսած եւ ընդհանուր ծառայության քո միջավայրից պատմես նախքան պատերազմը։ Նախ եւ առաջ ես եմ ուզում ողջունել ձեզ եւ շնորհակալություն հայտնել հաղորդման հրավերքի համար։ Ծառայությունը իմ համար սկսվեց 2020 թվականի հունվարի 23-ից։ Միանգամից կենտրոնական Հավաքակայանից հավաքակայանից թուղթը քաշել եմ դեպի Որոտան, դա մեր խոսակցական լեզվով ասած Կուբացուն է, ու ծառայությունը հենց այնտեղ էլ սկսվեց։ Առաջի օրը այնտեղ հասել ենք գիշերով, ու տենց շատ բան չեմ հիշում առաջի օրվանից, միանգամից տենց ներկայացրեցին տղեկը, թե այստեղ քնելու տեղն է, այստեղ լվացարանն է։ Հոգնած հասել ենք Զորամաս, հավես էլ չկա էլ ոչ մի բանի։ Հա, դե մութ էր, տենց բոլորին քուն հրաման էր նույնիսկ տված, տենց մենք էլ բարկանք հանգստացանք ու առավոտվա 6-ից սկսվեց մեր ծառայությունը։ Ոնց էր ընդհանրապես քո համար բանակային առօրյան, կարողացել ես միանգամից հարմարվես, ինչ ժամանակ էր քեզ պետք, որ ընդգրկվես այդ ռեժիմին, գրաֆիկին։ Իրականում ոչ միայն ծառայությունը, կյանքում էլ ամեն փուլում պետք է հարմարվել ու ադապտացիոն շրջաններ կա տարբեր տեղերում, թե աշխատանք, թե ուսում, նույն ձև էլ ծառայությունը, ու ծառայությունը մոտավորապես 2 շաբաթից մի ամիս տևեց այդ հարմարվելու շրջանը։ Ինձ թվում է նորմալ սկսեցի հարմարվելը, բայց դե իհարկե իմ մասով եմ ես ասում, մարդիկ կային, որ ուշ էին հարմարվում կամ շատ շուտ էին հարմարվում, մարդիկ կային ինպես տենց մի ամիս մոտավորապես ադապտացիոն շրջանը տևեց։ Որ ստորաբաժանումից ես սկսել ծառայությունը։ Ստորաբաժանումը սկսել եմ հենց BMP-ի վաշտից, մոտորաձկային վաշտեր, այնտեղի հաշվարկի նռնականետ եմ եղել, քրանատամյոտնա այդ մեր խոսակցականով, քրանատամյոտից սկսել եմ, մի մոտավորապես 5-ից 6 ամիս այնտեղ եմ ծառայել, հետո տեղափոխվել եմ արդեն նռնականետային դասակ, այնտեղ արդեն ԱԳՍ զենքի վրա էի, ու արդեն սկսվեց։ Օրինակ, քո համար ո՞րն էր ավելի էֆեկտիվ զենք, ԱԳՍ-ը, թե հենց ՀՄՄ-ի վրա որ ծառայել ես։ Եթե համեմատական տանենք, ԱԳՍ-ի դասակը համեմատաբար ավելի լավն էր, քան այն մեկը, չնայած ԱԳՍ-ի զենքը ինքը ավելի ծանր զենք էր իրանից ներկայացնում, ու իր կրակելը ավելի դժվարություն էր ներկայացնում։ Բայց օրինակ թշնամուն վնաս տալու համար ԱԳՍ-ը հենց ավելի մեծ կորուստներ չէ կպատճառեր։ Հա, ԱԳՍ-ը ինքը օրինակ կարա թշնամու ուղիղ գրոհը ԱԳՍ-ը հենց մենակով կանգնացնի, որովհետև սնարյադա չէ կրակում, այսինքն։ Ինքը փոքր սնարյադ է կրակում, ու 30 մմ հատկացված է պիխոտի համար, հենց ինքը ոնց որ շախմատաձև կրակում է, եթե միանգամից կրակեք ու ասեղների նման է գցում, մոտավոր ինքը արգելված ենք համարվում, եթե նայենք, բայց երկու կողմն էլ ես նայել եմ, երկու կողմն էլ կիրառել է ամբողջ ընթացքում։ ԱԳՍ-ը արգելված է զինված ուժերում, այսինքն ՆԱՏՕ-ով արգելված է, բայց անձամբ տեսել եմ, որ հակառակորդը տենց նկարներ գցել է։ Մեր մոտ էլ շատ ԱԳՍ-չիկներ կային դրա համար։ Հա, մեկ էլ ասեմ, որ ԱԳՍ-ը հեռու էր կրակում ավելի շատ, քան Գրանատամյոտը հիմնականում
տեխնիկայի խոցման համար էր նախատեսված մոտ 600 մետր էր կրակում, իսկ AGS-ը մոտ 1700։ Գրանատամյոտով զրահատեխնիկային ավելի մեծ վնաս կտայր, քան AGS-ով, չէ՞։ Հա, հաստատ։ Դե AGS-ը հենց պիխոտայի համար տեխնիկա ոչ մի բան չէր անի։ Օրինակ ինձ ու Սակոին, որ մարտի դաշտում AGS կրակեր, տենց բան չէր լինի, բայց որ գրանատամյոտով կրակեին, կծակեր լավ։ ինձ մի բան կլներ, Սակոին չգիտեմ, Սակոյից տեխնիկա մի քիչ ավելի պինդ է։ Տանկը ավելի զրահապաշտպանված է, քան Այնտեղ ինքդ նայած սնարյադներ կար, հիմա տեսակները չեմ հիշում, բայց սնարյադներ կային, որ կհալեն էլի լրիվ։ Գիտես, օրինակ ինձ ես խեմ ես հարցը տալիս, հիմա ինչ որ բան կա, տարածված բան կա էլի, տենդենս կա, որ տղերքը օրինակ խուսափում են ծառայությունից, չգիտեմ էլի, կամ ինչ որ հիվանդություններ են առաջ բերում, որոնք եթե մարդը ունի, ավելի հեշտ է բանակից ազատվում։ Ըստ քեզ օրինակ ավելի տղային պետքա ծառայությունը ինքը ինչ որ մի զինվորական մասնագիտություն ունենա, թե ո՞նց ես դու вообще այդ հարցին վերաբերվում։ Եթե ճիշտ հասկացա, օրինակը սենց բերեմ, էլի աշխատավայրում էլ եթե քո գործառույթները հստակ դրված է, դու որակյալ աշխատող կլինես։ Նույն ձև բանակում, եթե քո պարտականությունները հստակ գծված է, եթե դու զենքի տիրապետության մասով պետքա հստակ կանոններ պահես, հստակ քայլեր իրականացնես, ապա որակյալ զինվոր կլինես այս մասով, ու ես մտածում եմ, որ պարտադիր է տղեկի համար այդ ծառայության շրջանը անցնելը, ժամկետների մասով չեմ կարող ասեմ 2 տարին հենց պետք է լինի, թե 1.5 կամ 6 ամիս, բայց պարտադիր է, որ այդ փուլը անցնեն դա։ Հիմա դու այդ ամեն ինչ անցնելուց հետո ավելի հիշարժան պահեր ես ունեցել քո մեջ, ծանոթություններ ես ձեռք բերել, չէ՞։ Այսինքն յուրաքանչյուր տղա, ով ծառայության մեկնում է, բացի նոր հնարավորություններից, նաև նոր մասնագիտություն է ձեռք բերում։ Այս ամեն ինչը պարզ էր։ Խնդրում եմ նաև պատմես ձեր պատերազմական դրվագներից, օրինակ ո՞նց է սկսվել ձեր մոտ պատերազմը, կամ գիտեք, որ պատերազմը սկսվելու թե չէ։ Պատերազմի մասին մոտավորապես սեպտեմբերի 25-ի կողմերը իմացանք, մեզ տագնապով արդեն ջրականում էինք, մենք տագնապով տեղակայման վայրեր շարժվեցինք, չնայած նրան, որ մենք այդ ժամանակ արդեն նռնականետային դասակում էինք ու մեզ մեր չաստին տարան տեղակայման վայրեր, մեր դասակը մնաց որպես հսկի մեր վրանները հատուկ նշանակության վայրը ու իմ օրը սկսվեց հենց առավոտյան 7-ի կրակոցներով սեպտեմբերի 27-ին, այո, ու այդ գիշեր հերթապահության էի, որից հետո արդեն գնացել էի հանգստի, տղեկի արթնացնելուց եմ հելել ու հենց մեր կողքի ասին հելի, ինչ ասեցին։ Հելի վրանից դուրս։ Օրինակ քեզ ինչ էին ասում սեպտեմբերի 27-ի առավոտը։ Ես մի անգամից զարթնել եմ, մենք դուրս էինք եկել, էլի վրաններում էինք մնում, մենք էլ դուրս էինք եկել նստեցման շրջան։ Մեր ստորաբաժանման մոտ հրետանային ստորաբաժանում կար, առաջին տպավորությունը իմ մոտ այն էր, որ զորավարժություն է սկսել, բայց անգելով կողքի զորամաս ճշտեցինք, որ զորավարժություն չէր, այնուհետև նոր հարվածներ հասցվեցին եւ արդեն հասկացանք, որ ռազմական գործողություններն են սկսվել, միանգամից տագնապով արդեն շարժվեցինք դեպի նախորոշված դիրքերը։ Դասակի առջև սկզբում ինչ խնդիրներ էր դրված։ Գից գնացինք, հենց արդեն հրամանը եղավ, գնացինք տեղակայման վայրեր մեր, մոտ այդ երկրորդ-երրորդ գիծն էր արդեն սահմանի, տեղակայումից հետո մի քանի օր այնտեղ մնալուց հետո արդեն շարունակեցինք դեպի առաջնագիծ ու սկսեցինք մարտը, ասենց։ Որտեղից սկսվեց հենց ռազմական ներգրավվածությունը, որ արդեն բուն կրակային գործողությունների մեջ եք մտել։ Ջրականի մեր չաստը այդ ժամանակ արդեն երկու մասի էր բաժանված, եթե հիշում ես, ու մենք աջ մասում էինք, դուք ձախ մասում էիք,
մենք հենց աճ մասի առաջնագից գնացինք ու ինչով էր պայմանավորված մեր ուժ միանալը մարտին, քանի որ ԱԳՍ-ը ասեցի նորից որ պեխոտի համար է ու ինքը մոտ 1700 մետր է խփում ու տրամաբանական է որ եթե մեր կարիքը արդեն զգացվել է Թշնամին մոտ է էլի։ Թշնամին այդ հեռավորության վրա է մոտավորապես ու հենց արդեն հրամանը եղավ գնացինք առաջնագից Չնայած այդ առաջնագից հասնելը մի քանի փուլերով եղավ Կպատմես ինչերի միջով անցաք մինչև առաջնագից հասնել։ Նախ առաջնագից մինչև հասնելը հանդիպեցինք մեր հրետանու մարտկոցի վաշտին, որտեղ տղեկը մի քանի օր սենց օր ու գիշեր կրակել էին, սենց իրանց ձայները կտրվել էր այդ կրակոցների, բղավոցների, այդ հրամաններից ու որ տղեկին նայում ենք ավելի ենք ուրախանում, որ սենց դատարկ սնարյադներն ենք նայում, տղեկն էլ թե բա ուրական մի քանի հազար հովարկում ենք այն կողմ լավ կողմ էր ու դրանից սենց ոգևորված գնացինք առաջ Ձեր մեջքը ապահով էր էլի, սենց գիտեիք։ Կարևորը գիտեինք, որ տղեկի տեղը բացահայտված չի, դժվար էլ բացահայտվի ու այդ մասով ուրախ էինք, որ հենց արխային էինք, որ մեջքը ազատ է։ Հետո հասակ առաջնագից, դիրքավորվեցիք, հա։ Առաջնագից հասանք, զենքերը վերցրեցինք, արդեն ոնց որ թմբի տակը սկսեցինք քայլել դեպի թումբ, հետո թումբից ներքև պետք է իջնենք առաջնագից, այդ թմբից վերև բարձրացա ու տեսա դիմացս երկու սահմանագոտիները, աջից Իրաններ, ձախից Ադրբեջանի տարածքներ, հենց իրանց բաժանող առանցքի մասը տեսա, որ աջից Իրանի սահմանի Իրանի տարածքը կանաչ էր, իսկ Ադրբեջանի տարածքը չոլ էր, ոնց որ մոլախոտ էր լրիվ ու այդ հստակ տարբերությունը զգացինք էլի դրանից ու սահմանից սահմանը տենց էր գծվում, ասենց ասած ու արդեն առաջ արժվելով մեր զենքերը արդեն դրեցինք զրոյականի բերեցինք մարտի մտանք Ոնց ընթացավ մարտը, ինչ կորուստներ ունեցանք, չունեցանք, ինչ կորուստներ պատճառեցիք թշնամուն։ Մեր չաստը մի քանի օր հերոսաբար կռվել է ու այդ փաստը որ մեր մոտ մի քանի օր զոհեր չենք ունեցել ու մի ասենց թելադրող դիրք ենք ունեցել երբ արդեն մենք հասանք այդ օրը առաջի զոհն ունեինք մեր տղեկից մեկն էր Սիմոնը ու Անօթաչուից թե ինչից էր զոհ Սիմոնի պատմությունը նրանով էր առանձնահատուկ, որ մի քանի նման պատմություններ եղել է մեր պատերազմի ընթացքում, երբ որ զգացել է, որ Փամփուշտը հրամանատարին է կպնելու իրենց դասակի, մարմնով փակել է իրենց Վաշտի հրամանատարին, ինքը զոհվել էր, Վաշտի հրամանատարը փրկվեց, հետագա արդեն ռազմական գործողությունների ընթացքում հրամանատարը շարունակեց էլի մարտական գործողություններ։ Հա ու մենք էլ որ արդեն մարտի մտանք, այդ օրը լավ ինտենսիվ կռվել ենք, այդ ժամանակ մեզ փոխարինող հրամանատար էր եկել կապիտան Վանեսյանը, ով մեր հրամանատարը այդ ժամանակ վիրավորում էր ստացել ու հետ էր իջել, իսկ կապիտան Վանեսյանը այնտեղ էր ու մեզ հերոսաբար առաջնորդեց այդ ընթացքում լավ մարդ ենք տվել կարելի ասել լավ խոցումներ ունեցել ենք այդ ընթացքում Իսկ թշնամին առաջ խաղացում ունեցավ ձեր մոտ դիրքը ոնց հետագայում դիրքի հարցը լուծվեց մեր կողմի ու իրանց կողմի մեջ Ինչքան մնացել եմ այնտեղ այդ ընթացքում իրանց կողմից դիրքերի առաջ խաղացում չի եղել, եղել է գրող, եղել է նահանջ, բայց դիրքերի փոփոխություն չենք ունեցել Իսկ մեծաթիվ ուժերով էին հարձակվում, հարձակվելուց ինչ աջակցություն ունեին, էլի հրետանին խփում էր իրան գալիս էին, իսկ տանկերով ինչ ունեին իրանց աջակցող Պեխոտը քիչ էր իմ նայելով, բայց իրանցը շատը օդային էր ամեն ինչ ԱԹՍ-ները գալիս էին
ԱԹՍ-ներ, հրետանի, տարբեր զենքեր, ասենց տարբեր զենքերի սնայպերներ մեր վրա աշխատում ուղիղ մի քանի անգամ փրկվել են Այսինքն, եթե սնայպերը աշխատել, ուրեմն ռազմավարական կարևոր դիրք է եղել, էլի, եթե իսկ ինչ իրանք գալի նահանջում էին ու պարտադիր ուզում էին գրավեին, ոնց հասկացա, հենց ձեր դիրքը։ Իրանք լավ ինտենսիվ գալիս էին իրականում ու այդ օրերին շատ խոցումներ ունեցանք, շատ խոցեցինք ու համ այդ օրը տեխնիկայի առումով կորուստներ ունեցանք, մեր հոպը աշխատում էր այդ ընթացքում, մի քանի խոցումներ մենք արեցինք, Ուղղաթիռը ինչ է խփել, ճիշտ եմ հիշում։ հա, Ինչով են խփել։ Իգլայով։ Իգլայով են խփել տղեկը, եթե չեմ սխալվում Հակոբներ, թե Իշխանը։ Կարան կտրենք։ Մեր հոպի տղեկն էին, Իգլայով են խփել ու այդ էլ մեր չաստը դե համեմատաբար փոքր էր, ամեն մեկս իրար գիտեինք, ճանաչում էինք, այդ էլ մի ողջավորություն էր մեր կողմից, Երբ տեսակ որ վերտալյոտ են գա, հա։ Հա, ամեն խոցումը մեր համար մի հատ տոն էր այդ ընթացքում ու անընդհատ մեր միտքը ուղեղը այդպես բաներով էին տարված, վատ բաներ չէինք մտածում այդ ընթացքում, անընդհատ այդպես փորձում էինք պոզիտիվ պահել տրամադրությունը, որ ավելի հեշտ լինի այդ ամեն ինչը, թե չէ լարվածությունից նույնիսկ տեսել եմ ոնց են լարվածությունից տայքը վատը զգում իրանց ու այդ կամավորներ կային ձեր մոտ կամ մոբից եկածներ։ Մոբի տղեկից հանդիպել եմ, իրենց ասածով իրանք առաջ էին շարժվել, հետո հրաման չեն ստացել, դրանից հետո նահանջ են ունեցել, եկել էին այդ ուրիշ հրետանու մոտ, ուղղակի սնարյադներ էին կրում մի քանի օր, տենց պատմում էին իրանք ու նաև տեսել եմ ոնց են նահանջում, չնայած իրենց մեղադրելու չկա այս ընթացքում, որտեղ իրանք էլ իմ կարծիքով, եթե հրաման չեն ունեցել ու այդ ընթացքում էլ օդային հարձակում ա եղել, պեխոտը ինձ թվում է անզոր ա եղել, ուղղակի պետք է գնային ջարդովեին, հետ չգային։ Ձեր մոտ էլ կար մոբ, Սարգ։ Մեր դիրքերում էլ կար, մեր մոտ հենց առաջին օրին Լաչինից կամավորական ջոկատեր եկել, ավելի ավագ տարիքով մարդիկ, ովքեր շատ լավ տիրապետում էին համ տարածքին, համ էլ ցանկացած գործողության ընթացքում մեր կողքին էին եւ մինչեւ առաջին նահանջը, որը եղել է հոկտեմբերի 3-4-ը, նրանք մեր հետ կանգնած են եղել, ընթացքում էլ ակտիվ ներգրավված են եղել ռազմական գործողություններին, մինչեւ այսօր էլ կապ ունենք իրար հետ, շփվում ենք, որովհետեւ իրանք շատ ամուր կանգնեցին մեր կողքին ու փոխադարձաբար կարողացանք իրար թիկունք պահելով լավ կռվել։ Հա, մեր դիրքերի մոտ էլ պայմանագրայիններ կային, իրանք սնայպերներով էին եկել ու տենց իրանց ոնց որ իրանք տարիքայինով մեծ էին, դա էլ էր ինչ որ չափով ողջավորություն մեր կողմից, որ հետներս մեծ տարիքով մարդիկ կան, ոչ միայն սպայակազմն է, էլի։ Իսկ դու վիրավորում ունեցար, քո համար երբ վերջացավ կռիվը, ինչ պայմաններում։ Ամսի 2-ի գիշերն եմ վիրավորում ստացել։ Հոկտեմբերի 2-ի։ Հա, հոկտեմբերի 2-ի գիշերն եմ վիրավորում ստացել։ Իրանց գրոհի ժամանակ ինձ թվում է այդ ընթացքում հրետանու հարձակում եղավ ու այդ համ զոհեր ունեցանք, համ վիրավորներ ունեցանք այդ պահին։ Սնարյադից։ Հա, այդ օրը մենք այդ պահին մենք ինչ որ գործողություն չէինք կազմակերպում, ուղղակի գիշեր էր, արդեն հանգստի ինչ որ ուզում էինք հանգստանալ մի ինչ որ չափով ու իրենց կողմից այդ հրետանու հարձակումը եղավ, ենթադրում եմ, որ այդ հարձակումը ուղեկցվել է իրենց դիվերսիան, որովհետև գիշերը իմ վիրավորումից ու ինձ տանելուց հետո դիվերսիայի է մտել մեր մոտ ու մեր դասակից էլ զոհեր ունեցանք, կապիտան Վանեսյանն էլ այդ ժամանակ մահացավ ու արդեն մեր դասակը այդ օրվանից հետո կարելի ասել անմարտունակ ճանաչվեց, հետ իջավ։ Մեծամասնությունը դե կամ զոհվել էին կամ վիրավորվել արդեն
1-2 հոգի էին մնացել, միացան այլ դասակներ։ Իսկ ընդհանուր առմամբ որ հետո կապի մեջ ես եղել, ինչ պայմաններում ընթացավ մարտերը կոնկրետ ձեր զորամասի համար, որտեղ վերջնակետը դրվեց։ Իմ կարծիքով հենց այդ ամսի 2-ի օրն էր, որ ամենակարևոր գործողությունները եղան ու դրանից հետո արդեն քիչ-քիչ, քանի որ ցերեկը մեր տեխնիկաներից զգալի մաս խոցվել էին, արդեն քիչ-քիչ մեր չէր կարող դիմադրել։ դիմադրությունը Դուք էլ ինչ ամսի 3-ից նահանջել ճիշտ է։ Ամսի 3-ին 4-ին առաջին նահանջը տեղի է ունեցել։ Գումարտակը քանի որ շատ կորուստներ ուներ, արդեն վերակազմավորվելուց հետո նոր դիմադրություն կազմակերպվեցինք արդեն Իշխանաձորում, Որոտանում, Կուբատլույում ու տենց ճանապարհը դեպի մինչև Լաչինի ուղությամբ բարձրացել ենք էլի։ Ավարտել ենք Լաչինում, կարելի ասել։ Ինչ կպատմես պատերազմից, որ տպավորվել է մեջը ամբողջ կյանքի ընթացքում չես մոռանա։ Երևի երկու բան կա, որ հիմա մեկը համեմատաբար դրական ավարտով է մեր համար վերջացել, մեկը բացասաբար դրականը հիշում եմ, որ մինչև մեր առաջնագիծ գնալը մեր տեղակայման վայրում կամիկաձե տեսակի անօդաչու էր պտտվում ու մոտ մի հաշվել էինք այդ ընթացքում մոտ մի 7-8 պտույտ տալուց հետո իր ցելը գտավ ու դե կամիկաձեն էլ հենց ցելը գտնում է ձայնը փոխում է, չէ՞, ու հենց ձայնը փոխեց, այդ ձայնը էլ ենք լսում էլի, այդ հենց ձայնը փոխեց, ասենք տղեկ գտել է դուրս եկեք ստեղից, հեսա գիգակ խփի, ու այդ ընթացքում մեր գլխավերևում մեր անսարք տանկերից էր կանգնած ու մի քանի օր այդտեղ մնացել էր այդ տանկը, բայց մտածում էինք, որ հենց մեր վրա է գալու ու հելանք դիրքից համեմատաբար հեռացանք, որ մեզ չգտնի, դե կամիկաձեն էլ հենց գտնում է, էլ չի կարողանում իմանալ, չի կարողանում բան հետո տեղը փոխի իրա։ Հա, տենց իջնում է տեխնիկայի վրա։ Հենց գտնում է, միանգամից դրա վրա է գալիս։ Հելանք տեղից դուրս ու մեր բախտից էր, որ հենց տանկին խփեց, անսարք տանկը զոհը գնաց, այդ տանկը մեջը ոչ մեկ չկար, զոհեր չունեցանք, մենակ այդ անսարք տանկներ։ Իսկ բացասական դրվագներից երևի այդ ամսի 2-ի մեր տեխնիկաների խոցման տեսարաններն էր, որ ինչով են խոցում։ Անօդաչուով թե արկերով, սնարյադներով։ Եթե չեմ սխալվում, Սմերչ էր աշխատում այդ ընթացքում։ Անօդաչում կտեսնեինք, վերևից կտեսնեինք, բայց հզոր պայթյուններ էր լսվում։ Հա, մենակ ձայնն էինք լսում, չգիտեինք որտեղից է, որտեղ է խփելու։ Գրած Սմերչ կարալ։ Ուղղակի պետք է որ կպավ, չէ՞։ Ինչ որտեղ կպներ։ Իհարկե այդ ընթացքում մեր վրա էլ հրետանի աշխատեց, մեր վրա էլ էր հարձակումներ լինում ու տենց մոտ 2 մետրի, 1 մետրի վրա խփում էին, մեզ էլ էին խոցում, բայց իհարկե զոհեր կամ վիրավորներ ընթացքում չունեցանք, ուղղակի մի քանի բեկորներ տենց կպան մեզ, ինչո։ Իսկ այդ տեխնիկաների խոցման պահը, այդ երևի ամենահիշվողն էր, որ իսկ տեխնիկաների խոցվելուց զոհեր ունեցանք, վարվող տեխնիկաների մարտի մեջ թե ունեցանք զոհեր։ Տանկային վաշտից ենք զոհեր ունեցել։ Տանկերն էլ այդ ժամանակ մեր մոտ ավելի շատ գրոհի մեջ էին, հա, պեմպեները հետ էին ու կային տանկեր, կային տեխնիկաներ, որոնք դատարկ էին այդ ընթացքում, կային, որ հենց անձնակազմով էին, հա, անձնակազմով էին ու այդ խոցման պահն էր, որ ֆիքսվել է մոտս, հետո Դե մեր զորամասը այդ առաջին 7-8 օրի ընթացքում հենց տանկերը, բոլոր 20 տանկերը մարտերի ընթացքում խոցվել ու բոլոր տեխնիկաներն էլ մի քանի կանվեր կրակել են, կանվերը տուփն է, որի մեջ ընդհանուր սնարյադներն են տեղակայված, մի կանվերի մեջ 22 արկ կա ու մի քանի արկ տենց կրակել են, էլի շատ լավ աշխատանք կանվեր կրակել։
Ես մի տանկով ա եղել, որ մեկ անվերից ավել եմ կրակել, տեղերը փոխելով ենք կրակում, բայց հենց մենք առաջնագծում ենք բուն աշխատանքը տանում, ամենաշատը 18, 20, 25 արկ ենք հասցրել կրակենք։ Անգամից։ Նպատակային խոցումներ էի քանում։ Հիմնականը իրար դեմ դիմաց էին գտնվում։ Մենք դուրս էին գալիս թմբի վրա կրակում էինք, իրանք էլ իրանց մոտից էին դուրս գալիս ու ոնց որ հաճախականությանը ճիշտ բռնելու վրա էր, օրինակ Ով կխոցի։ մեր Վաշտի հրամանատարի հետ նկատել էինք, որ կունք կար, որի մեջ ջուրեր կամ վառելանյութ, մենք այդպես էինք մտածում, բայց դուրս եկանք, խոցեցինք, շատ ուժեղ պայթեց, վառելանյութ էին տեղափոխում ու տենց նմանատիպ էլի, ինչը որ նկատել ենք, որ միանգամից դուրս ենք եկել, կրակ ենք վառել էլի։ Հիմա փորձենք ամփոփել ընդհանուր ինչ սովորեցրեց քեզ պատերազմը ու ինչ կուզենաս փոխանցել եկող սերնդին, որ Աստված չանի, որ իրանք էլ տեսնեն, բայց քո խորհուրդները որպես արդեն դրանով անցած մարդ։ Նախ կուզենամ որպես օրինակելի սպայի օրինակով բերեմ պարոն մայոր Մաթևոսյանի օրինակը, ով մեր չաստի շտաբի պետն էր, ու ինքը զարմանալի է, որ մայորով է, որովհետև իր հենց աշխատասիրությունը, իր պարտաճանաչությունը գալիս է դրանից, որ ինքը հենց մայորով էր ու շտաբի պետ էր, նաև տղեկը իրար մեջ խոսում էին իր այդ գերազանցիկության մասին, որովհետև մեր պարոն մայոր Մաթևոսյանը Վազգեն Սարգսյանը ավարտելուց իր անունը ոսկե տառերով է գրված պատին Վազգեն Սարգսյանի ու իր օրինակը կարելի է շատ բերել որպես օրինակելի, որ ոնց ինքը վերցրեց ոնց վերցրեց հրամանատարությունը իր ձեռքը ու մարտը վարեց, կարելի ասել իր զոհվելուց հետո որ զորամասը կրել է մեծ վնասներ, զոհվել է։ Ինքը պատերազմի հենց ամսի 2-ին էլ զոհվեց, հիշում եմ ամսի 2-ին, որ մեր մոտ էր, բայց հետո տեղափոխվեց ուրիշ չաստի մոտ, որտեղ փոքր ծանր վիճակ էր։ Հա, Կուբատլուի չաստերից էր, բայց այնտեղ գնաց ու իրան խոցել են հենց նպատակա ուղված մի քանի խոցումներից համահացել ինքը։ Ես հիշում եմ, երբ որ արդեն իմ վիրավորման գիշերը, երբ գնացել էի Փուշկետ, այնտեղ նաև եկել էր, եթե չեմ սխալվում, հիմա չեմ հիշում կոնկրետ որտեղի հոգևոր հայրն էր եկել, ինքն էլ էր վիրավորվել, ասեց իր խոսքի մեջ, տենց ինքն իրեն խոսում էր, ասում էր մեր Մայոր Մաթևոսյանն էլ խոցվեց, տենց մոտեցա հարց-փորձ արեցի, թե ոնց ա եղել այդ ամեն ինչը, ինքը պատմեց, թե իրան 2 անգամ են խոցել, մի անգամ խոցել են վիրավորվել է, երկրորդ անգամ խոցել են կոնտրոլնի, որ հենց մահանար ու տենց ինքն էլ այդ պատմում էր, թե ոնց այդ ամեն ինչը եղավ էլի, ոնց որ ականատես էր եղել այդ ամեն ինչի։ Իր օրինակով կարելի է ասել, որ թե ոնց պետք է լինի օրինակելի անձնվիրաբար ծառայող զինվորը, սպան ու իր մասին կարելի է շատ խոսել այդ մասով, որ մեր ապագա սերունդները իմանան, ոգեշնչվեն նման պատմություններով ու ինչու՞ չէ նաև չմոռացվի։ Իմիջիայլոց մեր հաղորդման հենց բուն նպատակը դա մենք առաջի հաղորդման ժամանակ Սարգիսի հետ ներկայացնելուց ասացինք, որ շատ դեպքեր են եղել, որ անհայտ են, օրինակ մարդկանց ոչ միայն դեպքեր, նաև դեպքերի մեջ ներգրաված անձինք իրենց հերոսությունները հենց քո պատմածն էլ բխում է այս ամեն ինչի տրամաբանությունից, հավերժ փառք մայոր Մաթևոսյանին, ինչպես անձնվիրաբար կռված սպաներին, զինվորներին եւ իրանց արածը միշտ թող վառ մնա մեր հիշողությունների մեջ
Եվ ամփոփելով այսօրվա հաղորդումը կցանկանամ մեջբերել Լեոնիդ Ազգալյանի խոսքերը՝ հողը արյունով չեն պահում, այլ սիրելով։